Բարև ձեզ, դուք դիտում եք հորիզոնի հերթական թողարկումը։ Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում այգի հիմնման և ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր։ Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը 10 ամիս ժամկետով։ Որոշումներ ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ Firebird և Nvidia ընկերությունները Հայաստանում կիրականացնեն մոտավորապես $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր, կառուցելով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ նախագծի գործարկումը կարող է իրականացվել ակադեմիական քաղաքի տարածքում։ Երբ որ մենք հարցեր դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Նիկոլ Փաշինյանի գնահատականն այն է, որ հայ ժողովուրդը դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել է մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություններ։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, եւ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Վարչապետը հավելեց, այսօր այդ սպառնալիքները կառավարելի են դարձել։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ մեր երկրում չէին արվի։ Մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը, վարչապետը խնդրեց նաև մանրամասներ հայտնել 3 ճամբարակում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել եւ շենքի փլուզում 282 փրկարար ծառայող է ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներին, ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել։ Նաեւ սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր կիրականացվի Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Տրամադրել աջակցություն այս մարզերի գործատուներին, որոնք մեր շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում եւ պարզապես աշխատանքի ընդունում։ Ըստ վարչապետի այս որոշման եւ նոր համակարգի իմաստն ու նպատակը պիտի լինեն մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, միմիայն կրթվելու եւ աշխատելու միջոցով։ Էլի եմ ասում, աղքատությունը հաղթահարելու ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի եւ սա է միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի աղքատությունը հաղթահարել։ Նոր փոփոխության համաձայն քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով, սահմանելով միայն որոշ բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար։ Արդարադատության նախարարի խոսքով վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։ Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում գրավոր ընթացակարգի կիրառումը եւ միաժամանակ վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների սահմանումը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, բացառելով նաեւ բանավոր քննության ժամանակ թույլ տրվող դատավարական չարաշահումներ եւ գործերի անհարկի ձգձգումները։ Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարությունը տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Տավուշում տնամերձ ծողամասերում կիրականացվի այգե հիմնման եւ ոռոգման արդիական համակարգի ներդրման երկրորդ փորձնական ծրագիրը։
Շահառու բնակավայրերն են Բերքաբեր, Գիրանց, Ծաղկավան եւ Խաշտարակ բնակավայրերը։ Իջևան համայնքի 4 բնակավայրերում տնամերձ հողամասերում այգի հիմնում իրականացնել ցանկացողների ընդհանուր թիվը այս նոր ծրագրից օգտվողներից 305 է, ընդգրկելով 18.2 հեկտար տնամերձ տարածք։ Ծրագրին կառավարության ներդրումը կլինի 95%-ի չափով, համայնքինը 5%-ի։ Վարչապետը կարևորեց այն, որ պետության տրամադրած տնկիները լինեն որակյալ ու սերտիֆիկացված։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի միջերկրական Ռաիսինա համաժողովին, որ այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկումների։ Պրահայում Գլոբսեկ համաժողովի աշխատանքների շրջանակներում արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստանյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հեռանկարներին, ընդգծել այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, վերահաստատել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի քաղաքական կամքը։ Կրթվել է նորաձև շարժման հերթական հանդիպումը տեղի ունեցել Երևանում։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին, լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ 40 հանդիպում, 7868 մասնակից և 19 համայնք են ներգրաված կրթվելը նորաձև շարժմանը։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Երևանում։ Իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սկսեց իր ելույթը նորաձևություն բառի բացատրությամբ։ Նրա խոսքով հանրության շրջանում այդ բառը հաճախ ասոցացվում է միայն հագուստի, գեղագիտության, արտաքին տեսքի հետ։ Սակայն նոր բառագիր Քայկազյան լեզու բառարանի համաձայն այն ունի ավելի խորքային ու համախմբող նշանակություն։ Նորակերտ, նորահնար, նորագյուտ, անսովոր, նոր ձևով, նոր եւ վայելչազարդ։ Հանդիպմանը ապահովված էր նաև մշակութային մասը։ Հանդիպման ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ Արքեմիկ Նիկողոսյանը, ընդգծելով, որ գիրքը կարդալը պարզապես դեռ բավարար չէ, այն իսկապես ընթերցված համարելու համար։ Նա մասնակիցների հետ քննարկեց եւ վերլուծեց Եղիշե Չարենցի Գիրք ճանապարհին ստեղծագործությունը, բացահայտելով դրա խորքային գաղափարներն ու գրական արժեքը։ Վերնագիրը բարդ եմ դրել, որ հետո ավելի պարզ խոսեմ, բայց նաև այս ճանապարհին շատ կարևորում եմ, որ մենք սովորենք նաև բարդ մտքերը հասկանալ, որովհետև ամենակարևոր ուղերձները հենց այդ բարդ մտքերում են։ Մենք չպետք է գնանք հեշտ մարսվող եւ անմիջապես մարսվող մտքերի հետևից, որտեղ լավագույն գաղափարները մեզ մատուցվում է յուրօրինակ մետաֆորիկայով, երբեմն նաև գաղտնագրերով։ Եվ դրա լավագույն ապացույցը Եղիշե Չարենցի Գիրք ճանապարհի ժողովածուի օրինակն է։ Իրական Հայաստան թեմայով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ եզրափակեց բանախոսությունների շարքը։ Օգտվելով նոր կտակարանի առակների բաժնից վարչապետը գրել էր մի առակ, ինչը ըստ վարչապետի ընդհանուր առմամբ արտահայտում էր բանախոսության ասելիքը առակի ժանրում։ Իսկ որն էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ մենք հայրենիք փնտրելու եւ հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Բանախոսություններին հաջորդեց հարց ու պատասխանի եւ կարծիքների փոխանակման փուլը։ Դուք շատ հիանալի օրինակ բերեցիք անձնավորելով Հայաստանը, ներկայիս Հայաստանը եւ մեր կորցրած պատմական Հայաստանը։ Ես իմ օրինակում ունեմ ծանոթների շրջապատում մի ընտանիք, ով 44 օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն։ Այս պահին ունի եւս մեկ որդի։
Նրանց տանը ոչ մի կերպ չեն համակերպվում այդ փաստի հետ, հատկապես մայրը։ Հիմա տղային ամուսնացնելու ժամանակն է եւ նա չի ուզում նվագով, որ մեր ժողովրդական խոսքով ասած թակ ու պսակով իր հարցին տուն բերի, մեկնաբանելով, որ եթե տղաս կենթանի լիներ, իմ ուրախությունը լիարժեք կլիներ։ Նաև այստեղ ինչի է հատկանշական այս օրինակս, որ շրջապատում բոլորը գիտակցում են, որ դու կորցրել ես մեկիդ, բայց վայելի մյուսիդ սերը, մյուսիդ երջանկությունը, բայց ոչ մեկ չի համարձակվում հենց անձամբ առճակատ ներկայացնելու կնոջը, որ դու սխալ ես։ Խոսում են միայն հետևից։ Ինչ ենք անում մենք Հայաստանում։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ կորցրել ենք մեր պատմական Հայաստանը, բայց մենք մեկս մյուսին չենք ասում, որ մենք ունենք ներկա Հայաստան ու մենք պետքա վայելենք այս Հայաստանը։ Ես ասում եմ, որ այս Հայաստանը իմն է, ես ուզում եմ վայելեմ իմ Հայաստանը, ես ուզում եմ փոխանցեմ իմ Հայաստանը իմ սերունդներին։ Պատերազմից հետո մայրիկներից մեկը կրկին երկրորդ որդին ուներ, մեկին կորցրել էր պատերազմում եւ շատ չանցած երևի 2 տարի անգամ չէր անցել, որ երկրորդ որդու հարսանիքն էր։ Ես հրավիրված էի այդ հարսանիքին եւ մասնակցեցի եւ այդ մայրը կարմիր զգեստ էր հագել, զուռնադհոլով եկան եւ ամբողջ հարսանիքը զուռնադհոլով հարսին հանեցին, բերեցին տարան եւ Քեփայցին եւ ինքը անձամբ պարում էր։ Դրանից ավելի ուժեղ ու հուզիչ տեսարան ես չեմ հանդիպել, բայց դա չի նշանակում, որ այս մայրը ավելի պակաս էր սիրում, պակաս է սիրում իրան մահացած որդուն, քան ձեր։ Սա ուղղակի դիմադրողականության, անձի, կյանքի փիլիսոփայության, օրինակ խղճահարության առարկա չլինելու ոչ մի բaragայում, շատ այլ գործոններից կախված դիրքավորում է, քան որ քննարկենք նման հարցը։ Կրթվելու մասով երևի կրթվելը լավ բան է մեկը ցանկացած բaragայում, որովհետև ոչ այնքան այդ կրթության հետևում կանգնածներն են կարևոր, այլ կարևորը թե դու ինչ կարող ես վերցնել այդ կրթվելուց, այնպես որ վնասակար կրթություն չկա ըստիս, որովհետև այդ ձեր նշած գրքերի բաների մեջ էլ հաստատ կան շատ կարևոր ինֆորմացիաներ, շատ կարևոր գաղափարներ, եւ ես իմ կյանքի փորձից էլ ասեմ, եւ ընդհանրապես ընթերցողների այդ շփումների փորձից էլ, որ այդուհանդերձ ընթերցողն է քաղում, ընթերցողը պետք է կարողանա ճիշտ կարդալ, քաղել։ Հաջորդ հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 15-ին Արտաշատում, հունիսի 21-ին Մարալիկում, հունիսի 28-ին Երևանում, հուլիսի 6-ին Աշտարակում եւ հուլիսի 13-ին Մարտունիում։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել, ըստ Times of India-ի Air India ավիաընկերության Boeing 787 ինքնաթիռում եղել է 290 ուղևոր, այն ուղևորվում էր դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ Միջազգային լուրերը տեսաշարով։ Իսրայելը լիարժեք պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել քաղաքացիներին լքել տարածաշրջանը հակադարձ պատասխանի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել են միջազգային գործակալություններն ու լրատվամիջոցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Այդ պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել որոշ ամերիկացիների լքել տարածաշրջանը, իսկ Պետդեպարտամենտը հանձնարարել է ոչ առանցքային պաշտոնյաներին լքել Իրաքը տարածաշրջանային լարվածության աճի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է հունիսի 15-ին հանդիպել Իրանի պատվիրակության հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլի շրջանակներում։ Մենք հետևում ենք եւ մտահոգված ենք, մենք կարծում ենք, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան երբևէ եղել է անցյալում։ Washington Post-ին ասել է տարածաշրջանում բարձրաստիճան դիվանագետներից մեկը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքները տարածել է երկրի պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Վաշինգտոնի ցանկությունն է կառուցողական փոխգործակցություն ունենալ Մոսկվայի հետ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նշել է Ռուբիոն ուղերձում։ Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից հաստատելու Միացյալ Նահանգների ցանկությունը կառուցողական փոխգործակցություն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար, ասվում է շնորհավորական տեքստում։ Ուղերձի վերջում պետքարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորումը կնպաստի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։
Երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում պարետային ժամ սահմանելուց հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն Միացյալ Նահանգների երկրորդ խոշորագույն քաղաքը եւ մյուս քաղաքները պատրաստվում են նոր բողոքի ցույցերի։ Լոս Անջելեսում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում 330 անօրինական ներգաղթյալներ եւ 157 մարդ, որոնք կալանավորվել են հարձակումների եւ այլ հանցագործությունների համար։ Մեկ տղամարդ կասկածվում է ոստիկանի սպանության փորձի մեջ։ Դաշնային դատախազները մինչ այժմ մեղադրանք են առաջադրել 2 տղամարդու, որոնք ոստիկանների վրա մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Անկարգությունները ճնշելու համար տեղակայվել է ազգային գվարդիայի 4000 զինծառայող եւ 700 ծովային հետևակային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հաճելի է անվանել գործարար Իլոն Մասկի ներողությունը, ում հետ նա ավելի վաղ վիճաբանել էր։ Սպիտակ տան ղեկավարն այս կարծիքը հայտնել է The New York Post-ի հետ զրույցում։ Ես կարծում եմ, որ դա շատ հաճելի քայլ էր նրա կողմից, ասել է Թրամփը։ Թրամփն ասել է նաև, որ կարող է հաշտվել իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ, բայց դա իր համար այս պահին առաջնահերթություն չէ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Մասկին չի մեղադրում իրենց վեճի համար, սակայն մի փոքր հիասթափված է նրա գործողություններից։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին։